Բարև բոլորին, այսօր ամսու 24-ն է, ժամը 7:27 է։ Ինձ նման, սպորով մարդիկ ուզեցել են նվեր գիրք առնեն, շատ basic են։ Չգիտեմ, ինչի սա պետք ռումմեյտիստ կանձու։ 7:27 է։ Եվ ես գնալու եմ ջիմ առաջինը եւ այնտեղ արդեն կորոշեմ տորվա ընթացքում ինչ եմ անել, քանի որ դեռ չեմ պլանավորել ինչ եմ անելու։ Իսկ այս ժամին եմ զարթնել, կզ ընկերուս հետ գրազ ենք եկել, որ պետք է առավոտը շուտ զարթնենք ու եթե մոտակա 3 ամսում ուշ զարթնենք, պետք է մեկս մյուս ընկերուն 150 եվրո տանք, քանի որ ես աղքատ եմ ու չեմ ուզում ուրիշ մարդկանց 150 եվրո տամ, ես զարթնելու եմ առավոտը ժամը 7-ին կամ 6-ին տեսնենք ինչ կա դա տևելու։ Մենք անցած տարի էլ ենք այդ նույն գրազը եկել, բայց դասերի հետ կապված որ պետք է բոլոր դասերին գնանք, եթե 3 հատ բաց թողենք, պետք է վճարենք 100 եվրո, այս անգամ ստավկեքը մի քիչ բարձրացել են, բայց հեշտ մեկս չբացակայեց ինձ կան, չեմ չհստացակ։ Սա իմ սենյակն է, բայց ես ուզում եմ ես մի բան ցույց տայի։ Արարատն է։ Երեք սպես լույս էի պատվիրել, միամիտ դրել էի վերևը, որ են նկարների վրա լույս ընկնի, բայց քանի որ անկյան տակ է, սպես Արարատի նման գիծ ա եղել։ Շուշով։ Մեծ խանութների մոտ եմ ապրում ես։ Այնտեղ էլի են մեծ խանութներ։ Սրա հետևը իմ տունն է։ Իսկ իմ ջիմը այստեղ է։ Այստեղ ջիմս էլ, հենց ջիմի կողքնից պես շորեր էին դրած, սեղ չտեղ դրա համար առա։ 30 ֆունտ հելավ, բայց 3 հատ սպորտային շոր եմ առել եւ նասկի, որը չունեի։ Ես կարծում եմ, որ սա շատ լավ դիլ էր։ Նաեւ հաշվի առնելով, որ ես չունեմ սպորտային շոր, համարյա մենակ վասկի ունեմ, բայց վասկին եմ քիչ ջիմից տարբերվում է անհարմար է։ Happy Սա մեր կուխնին է, սա է մեր ձվերի պահեսն է։ Չգիտեմ ինչի սա պետք ռումմեյտիստ կանձու, չնայած որ ինքը ես տանը համարյա չի ապրում, բայց ինձ թողել է օգտագործեմ ու հիմնականում ես եմ կերել։ Այո, պամիդորով ծվածեղ ենք սարքելու։ Տադան։ Ահա, սա մեր հողանոցն է։ Նախքան Անգլիա տեղափոխվելը ես ընդհանրապես պատրաստել չգիտեի ու իրականում դրա կարիքն էլ չկար, քանի որ երբ ես Իտալիայում էի սովորում, ես ամբողջական կրթաթոշակ ունեի, որը փակում էր նաև իմ սնունդը։ Եվ այդ սնունդը շատ համեղ էր եւ ես կարիքս չէի տեսնում ինքս որևէ բան պատրաստելու, unless դա որևէ հայկական ուտեստ էր, որը ես պետք է ներկայացնեի միջազգային ընկերներին կամ որևէ պրեզենտացիաների ժամանակ։ Անգլիայում հակառակ մի քիչ իրավիճակը իմ կրթաթոշակը ստեղ փակում ամենակ իմ ուսման ու տան վարձը, իսկ ուտելիքը ես արդեն պետք է ինքնուրույն հասկանայի թե ինչպես եմ պատրաստում, օրական քանի անգամ եմ պատրաստում, որ կարողանամ դասերից հետ հասցնեմ, ինչքան գումար եմ ծախսելու ամսական ուտելիքի վրա եւ այլն։ Բայց այս ամեն ինչի առավելությունը այն է, որ ես իսկապես լիքը համով բաղադրատոմսեր եմ սովորել, հիմա նաև առօրյա ուտելիք ես կարող եմ ինձ պատրաստել, չնայած որ դուք հավանաբար կքննադատեք, թե ես դա ոնց եմ անում, օրինակ ստեղ որ լոլիկով ծվածեղն եմ սարքում, տեսնում եք, որ ամեն ինչ թավայի մեջ եմ պատկերացնում, որը շատերի համար վատ բա, բայց իմ համար շատ էֆեկտիվ արագ տարբերակ է, որ ես շատ աման չլվամ։ Էլին ինտերնենք իչ առաջի վիդեոյի մեջ քաղաքի հրապարակում է, պարզապես իմ Կանգարա ավտոբուսը այնտեղ է, դրա համար միշտ այստեղ եմ իջնում, որ տեսնեք մենք ինչ փոքր քաղաք է։
Cute. Sorry. Այս խանութը պետք է մտնեմ, ինչպես տեսնում եք երևին ես ինձ նման, ես բոլոր մարդիկ ուզեցել են նվեր գիրք առնեն, շատ basic են։ Ուղղակի նայեք ինչ սիրուն է, գրենական է այստեղ, որ լավն են։ Ես ինձ սա վերցրեցի 26 թվի համար։ Հիմա ցույց տամ։ Կսպես էլի բնության հետ կապված բլոկնոտը։ Իմ մոտ ամեն ինչ բնության հետ է կապված։ Դուք որ իմ սենյակը տեսնեք, կհասկանաք ինչի մասին եմ խոսում։ Ես որ հաշվարկեցի 35 հատ էլեմենտ բնության հետ կապվում էր իմ սենյակի մեջ։ Այս տան նվերները հետո կանչ տեից կառնեմ ու պետք է առնեմ։ Ես վերցրեցի journal ու Անտոն Չեխովի About Love Վալյուկի գիրքը։ Մտածեցի, որ այս դժվար կարտացած լինի, որտեղ ռուս գրող է։ Տեսնենք, ուզում եմ չկարտացալ, բայց գիտեմ, որ կլասիկա է սիրում։ Լեհերտի։ Hey, եկա տուն, որոշեցի իմ սենյակից տեղափոխվեմ հյուրասենյակ, այստեղ դիվանին պարկեմ և տելևիզոր նայեմ, մեգերտոնացար եմ միացնեմ այս լյուսիկները, որ մի տեսակ այս Սուրբ Ծնունդի կաթոլիկների վայբը ես էլ զգամ ու աշխատեմ։ Մի մկեր է։ Հիմա ամսու 24-ը գտնենք, այսօր վերջին օրնա, ինչ է գրած, One sleep until Christmas։ Հիմա որ նվերները պատրաստել եմ ռումեյթներիս, փաթեթավորելու ենք, իրականում չգիտեմ, այս մի խստահերի կանի թե ոչ, բայց ես մի հատույն։ Մի ռումեյթիս պատրաստել եմ սա, մուսն էլ սա հիմա փաթեթավորենք, հույս ունեմ թուղթերի կանի, եթե հերիք չանի, սա չեմ փաթեթավորի։ Եվ ուզում եմ պոստքարտեր սարքեմ իմ ռումեյթների համար, այնտեղ գրեմ, թե ինչքան շնորհակալ եմ, որ իրանք են իմ ռումեյթները ու շատ լավ ընկերներ են ինձ համար այս տարի։ Հայրի որ դասում է սովորում, եղեմ շատ դեպքերում ուսանողները լինում են միայնակ, բայց իմ վաղտը չգիտեմ ոնց միշտ բերում եմ ռումեյթներիս հետ և ես երբեք ինձ միայնակ դեռ չեմ զգացել, համել ամենքերներ շատ հերթությամբ գտնում եմ, տուտուտու։ Դրա համար ու իրանք ինձ առան են շատ լավ նվերներ, են որ երազում է ես այդ հուդի ունենայի, ես մի քիչ հետո ցույց եմ տալու, բայց ինքը հուդի աջալա իրանք երկուսն ունեին, ու իրանք հիշել էին, որ ես շատ էի հավանել այդ, ու ինձ նվեր են արել, մեկ էլ լամպ էին արել սովորելու համար, ու թեյնիկ։ Մեկ էլ, ես ցույց տամ, թե ես ինձ ինչ էի արել, այս օրացույցն է, 2026 թվականի համար, այստեղ տարվա բոլոր օրերն են նշված և փոխքը բույսեր են։ Այստեղ դուք տեսնում եք, թե ինչպես ուղիղ 10 րոպե պատմում եմ, թե ոնց 18-րդ դարում մի կին այս նկարները նկարել, քանի որ իր ամուսինը սնանկ էր հայտարարել ու փող չունեին ապրելու, բայց շատ երկար էի պատմում, արագացրեցի։
Այսպես բան սարքեցի նախաճաշից համար, հնդկահավե, սունկ, պանիր, պամիդոր ու ուկուրուց։ Racing just like a Bavat Sapini. How does Mindy feel about Otasos? Այսօրվա օրը վերջապես ավարտեց, համարյա ժամը 3-ն է գիշերվա։ Ես վաղը չելենջին չեմ մասնակցի իմ ընկերու կազմակերպած գրազին ու ժամը 6-ին չեմ զարթնի, ոչինչ, որովհետև այս մեկ եզակի օրերից է, որ ես շատ ուշ եմ քնում գիշերը, ես հիմնականում կանուշ չեմ քնում։ Չգիտեմ ինչից է, որ ինչ դասեր է փորձել են, ուշ եմ սկսել քնել, բայց փորձելու եմ հիմա, որ Հայաստան գնամ, գրաֆիկս հետ բերեմ։ Այսօր վերջացրեցի այնինչ պլանավորել էի վերջացնեի, չնայած որ վաղը ազատ օր է Անգլիայում, Սուրբ Ծնունդն է, ոչինչ չի աշխատում, ու ես տանն եմ մնալու, որտեղ նույնիսկ ավտոբուսները ինձ կենտրոն չեն տանի։ Ես պլանավորել եմ վերջացնեմ այս кейսը եւ ուրբաթ օրը նայեմ Stranger Things-ի վերջին սեզոնի երկրորդ մասը։ Շատ ուրախ եմ դրա մասին, կփորձեմ Erasmus-ի խմբի մեջ գրեմ որևէ մարդ մնացել է քաղաքում, որ ինձ հետ նայի, նաև նոր մարդկանց հետ ծանոթանամ։ Իսկ եթե ոչ մենակ կնայեմ, ես նույնպես ուրախ եմ, ճիշտ ասած։ Եվ ինչպես միշտ, բաժանորդագրվեք ինձ, որ նոր վիդեոները տեսնեք, ես անպայման ամեն գիրակի օրը գցելու եմ նոր վիդեո։ Մեկնաբանությունների մեջ գրեք, թե ինչի մասին կուզենայիք, ես տեսել էի, որ նախորդի մեջ դուք ուզեցել եք, որ ես գրադարանը ցույց տամ ու քաղաքը, անպայման դա կանեմ, երբ Հայաստանից հետ վերադառնամ այստեղ հունվարին, իսկ մինչ այդ նոր մտքեր գրեք, անպայման կնկարեմ։ Լավ, ciao, ciao guys.